2025 թվականին Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել ռազմավարական գործընկերությունների ուղղությամբ։ Միացյալ Նահանգների հետ օգոստոսի 8-ի խաղաղության գործարք, 3 շատ կարևոր հուշագրերով, Եվրամիության հետ ռազմավարական օրակարգ, մի շարք եվրոպական, ասիական երկրների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատում եւ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերություն ամրագրելու քաղաքական համաձայնություն։ Հիմա աշխատանքի փուլն է։ Հայաստանի քաղաքացուն գյուղում, քաղաքում ապրող պետք է որ այս հռչակագրերը ստեղծեն արդյունք, ամենօրյա կյանքի որակը փոխող արդյունք։ Յուրաքանչյուր ռազմավարական գործընկերություն պետք է հաջորդ քայլով դառնա պայմանագիր, գործ, հստակ թվերով եւ ժամկետներով։ Ամենախոսուն չափումը ներդրում, երկրորդը աշխատատեղ, երրորդը արտահանում եւ շուկա, չորրորդը էներգետիկ կայունություն, հինգերորդը անվտանգություն եւ դիմադրողունակություն եւ իհարկե այս ամենը արդյունավորող բարձր աշխատավարձ։ Պետությունը պարտավոր է կիսվել գործողությունների պլանով։ Օրինակ 90-օրյա փուլերով ամեն 3 ամիսը մեկ հրապարակային հաշվետվություն տալ, թե ինչ է արվել, ինչ չի արվել, ով է պատասխանատու, ինչն է հաջորդիվ անհրաժեշտ անել։ Որևէ երկրի հետ ռազմավարական գործընկերությունը պետք է բերի ավելի անվտանգ կյանք, ավելի բարձր եկամուտ, ավելի վստահ ապագա։ Գեղեցիկ տեքստերից անդին Հայաստանին պետք է այս բոլոր ուղղություններով իրական հանձնառություն եւ պետական քաղաքականություն։